Պարոն Քոչյան, ես ճիշտ եմ հասկանում, դուք ընդհանրապես Կամո Վարդանյանի նշանակմանը պաշտպանության նախարարությունը դեմ եք եղել։ Ես ոչ թե դեմ եմ եղել, իմ համար ամեն մի նշանակում պետք է ունենա հետևանք։ Կամո Վարդանյանի ոչ նշանակումը, ոչ ազատումը, ազատումը հասկանում եմ, բնականաբար ինքը չէր կարող մնալ պաշտպանության բանակի հրամանատար, որտեղ բանակը չկար։ Իսկ ինչ վերաբերում է ընդ որում Կամո Վարդյանը նաև շատ հաջողությամբ տեղափոխվել է Հայաստան։ Լեռնային Ղարաբաղից ես այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, իսկ մյուս իմ ընկերների մասին, որոնց հետ ոչ թե ընկերությունը մենք ունենք անցած միասին ճանապարհ, հիմա ես ազգային ժողովում եմ, նրանք զինված ուժերում են մինչև վերջերս եւ կարծում եմ նաեւ իրենք անելիք կունենան բանակի հետ կապված խնդիրների լուծման տեսանկյունից։ Պարոն Քոչյան, դուք նշում եք, որ Աշոտ Զաքարյանի պարագայում նա չի թողել օրինակ, որ բանակը խառնվի քաղաքականության մեջ, բայց օրինակ ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանը իր նշանակում այդ պաշտոնին նշում է, որ ընդհանրապես պետք է չլինի։ Ասեմ, այո, Գեղամ Մանուկյանը որպես Դաշնակցության կարկառու ներկայացուցիչ ինքը վառված էր Աշոտ Մանուկյանի այն գործողություններից, որը կանխեց բանակի մասնակցությունը Բաղրամյան փողոցում քաղաքական process-ներին։ Այո, Գեղամ Մանուկյանը շատ դեմ էր Աշոտ Զաքարյանին, որովհետև հենց Աշոտ Զաքարյանին էր մեղադրում, որ ամեն ինչ արեց, որ բանակը փողոց դուրս չգա։ Այո, շատ բնական է։ Չնայած ես Գեղամ Մանուկյանի քաղաքական գործունեությանը լավ եմ վերաբերում այն առումով, որ մեր հանձնաժողովն եղել է շատ ակտիվ եւ օգտակար։ Ձեր թևը կարծեք թե ուժ։ Մեր թևն ինչ է։ Թույլ տվեք հարցս այո, չէ, թևը որ ասում ես։ Ձեր ընկերական այդ բանը, դոնակ ձեզ հերու պահեցին պաշտպանության հանձնաժողովից կարծեք թե պարոն Զաքարյանին ռազմական ոստիկանությունից ազատվեցին, դուք մտերիմներ էիք, հա, կա նման խնդիր, որ ասեմ ձեզ, դուք հիմա այնպեսի հարց եք տալիս, այսպես խուճուճ։ Ձեր բնավորությանը մոտ։ Չնեղանաք ինձանից, բայց ես ասեմ, որ ոչ թե ինձ հերու պահեցին, ես չառաջադրվեցի։ Չառաջադրվելու մասին նախորդ բոլորիդ եմ տեղյակ եղել, որ պարագայում ես առաջադրվեի։ Բնականաբար, քանի որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ են, ես չառաջադրվեցի, միաժամանակ տալով հնարավորություն եւ լրագրողներին եւ բոլոր այն գործընկերներին, որոնք ժամանակ չունեցան իմ կատարած աշխատանքը գնահատելու, այլ գնահատելու վերջին հաշվով, երբ որ սլակները փոխում են, նշանակում է մեկ այլ դաշտում, ես գտել եմ այնպիսի չլուծված խնդիրներ, որտեղ եթե ես նվիրումով մասնակից դառնամ օրենսդրական դաշտի ստեղծմանը, կարծում եմ շատ օգտակար գործ արած կլինեն։ Խոսքը գերում է պետայրավական հանձնաժողովի։ Իսկ Աշոտ Զաքարյանին հեռացնելը ինչով եք բացատրում։ Ֆորմալ առումով կարող եմ ասել, որ տարիքը լրացել է։ Չէ, բայց սա հաջորդեց վարչապետի հայտարարությանը, որտեղ վարչապետն ասում էր, որ նաև պետք է շատ ինֆորմացված լինեք, որ ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար։ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է ձևափոխվելով, որպեսզի բանակում ներքին կարգու կանոնը լինի պատշաճ մակարդակի։ Այդտեղ հաջողել են։ Հիմա ինքնասպանությունը դեպքում առնչվում է ընտանիքից մինչև զինվորականության ամենաբարձր կարգավիճակ։ Այդ չի հարցը։ Հիմա հոգեբանություն Զաքարյանին որպես այդ հարցի պատասխանատու գտան եւ ազատեցին։ Ասեմ ձեզ, քանի որ պարոն Զաքարյանի նաև տարիքը լրանում էր, որ պետք է ժամկետի երկարացնել, երևի պաշտպանության նախարարը գտավ նպատակահարմար թարմություն մտցնի, որովհետև լսեք, խնդրի հետ լսեք, հիմա երբ որ մարդը տարիներ շարունակ լինում է նույն պաշտոնի, պետք է մի քիչ էլ մեկ-մեկ քաշվի կողմ, որպեսզի նախ իր աշխատանքը գնահատեն, եւ երկրորդը նաև ինքը յուրովի նայի իր անցած ուղին, ճիշտ էր թե չէ։ Աշոտ Զաքարյանը իմաստուն որոշում է կայացրել նաև իր համար զեկուցագիրը ինքն է գրել, եւ այդ զեկուցագրով ասում ամեն ինչ։ Ես մինչեւ ձեր միանալը մեր մյուս ընկերներին, լրագրողներին, ես մանրամասն ներկայացրել նրանցած ուղին ֆիդայինից մինչև ժանդարմերիայի ակադեմիա։ Շատ լավ, մեկ բան ճշտեմ։ Այդ դեպքում պարոն Փաշինյանի ասաց, որ կլինեն կադրային փոփոխություններ այդ մահվան դեպքերից հետո, այդ դեպքում այդ բանակում կադրային փոփոխությունը ո՞րն է։ Չէ, հիմա ես ես ասեմ, կադրային փոփոխությունները միշտ պետք է լինի բանակում։ Կադրային փոփոխությունները միշտ պետք է լինի բանակում, դա թարմացնում է եւ զգոնապահում այն կադրերին, որոնք գուցե արդեն սկսել են թերանալ եւ դա պաշտպանության նախարարի իրավասությունն է եւ պաշտպանության նախարարը իրավասությունները քննարկում է վարչապետի եւ կայացնում են կադրային որոշումներ։ Հիմա մենք ամեն մի որոշումից հետո փնտրում ենք ինտրիգ չկա։ Հատկապես մյուս երկու ներընկերները, որոնք 90-ականներից են գալի, երբ որ ուսադիր չեն ունեցել։ Նրանք բանակում դարձել են գնդապետներ,
ղեկավարել են բարձր խոշոր զորամիավորումներ եւ Ռազմիկ Պետրոսյան եւ Մելիքսեթը եւ Ռազմիկը իրենք իմ համար այն բացառիկ արդեն հիշողություններն են, որը որ մեզ հնարավորություն է տալի մեր անցած ուղին յուրովի գնահատել։ Եվ հիմա ես ափսոսում եմ, որ իրենք հրամանով բանակի մեջ չեն, բայց նրանք միշտ բանակում են։ Գուցե հետո մեկնաբանակ ինչ ասեցի, բայց նրանց բացակայությունը բանակում պարզապես դա հնարավոր չի, որովհետև նրանք էությամբ ոչ միայն նվիրվել են բանակի խնդիրներին, այլ ամեն ինչ արել են, որպեսզի բանակը միշտ մնա իր բարձրության վրա։ Հաջողվել է մեզ բոլորիս անցնել այդ ուղին։ Կարծում եմ մենք անդադ խնդիրներ ենք ունեցել եւ բանակը ամեն քաղաքական ուժ յուրովի է տեսնում, թե ինչ նպատակի պիտի ծառայի, դրամ էլ մեր գործընկեր Գեգամ Մանուկյանը շատ նեղված էր, որ Աշոտ Զաքյանը այսքան ուշ հանվեց, որտեղ իրանք ուզում են, որ Աշոտ Զաքյանը հանվեր 20 թվականին էր ասում։ Պետք է չնշանակվեր ասում։ Չէ, նա նշանակված էր 20 թվականին պետքա չլինի, 20 թվականին մի կարևոր իրադարձություն եղավ մեր ընդդիմադիրները Բաղրամ փողոցում գոռում էին ուրա Օնի Գասպանը, ուրա բանակը։ Օնի Գասպանը չիչավ եւ ոչ մեկը չիչավ Բաղրամյան փողոց, որտեղ բանակի ներսում կային եւ Աշոտ Զաքյանը եւ մյուսները։ Ուզում է 10 վայրկյան պակասել է, բանակը չի իջել։ Եվ դա ինչ որ մարդկանց ծառայության շնորհիվ է, նվիրումով ծառայության եւ մեր երկիրը շատ սիրելու շնորհիվ է, որ բանակը չկարողացան Պարոն Քոչարյան, Մեր ջան, դու հարցերը դու ես ավարտել ես։ Արամ Հովհաննիսյանի վերաբերյալ ինչ կարող եք ասել, նշանակվել է, այո, մասնավորապես այն պարագայում, որ պարոն Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրահավաքին խորհրդարանական ընտրություններից առաջ ներկա էր գտնվել եւ մեծ հետ զրույցում էլ նշել են, որ իր հայացքները հարում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, հիմա ինչպես օրինակ կարողանալու ռազմական ոստիկանությանը։ Ես չեմ կարող ասել, միայն ժամանակը ցույց կտա, թե ով ինչպես է պատկերացնում իր ծառայության հաջորդ ուղին ոնց պետք է անցնի։ բայց նա թերացման համար չէ։ Դուք չեք ուզում, ես շարունակեմ։ Ստված ավարտում եք։ Պարոն Քերկիսյան, ասեմ շտապելը ինչ վատ հետևանք է ունենում։ Պարզապես շտապողները տաղա չեն ունենում։ Այդքան բան։ Ուշադիր լսի, ես տարիների փորձ ունեմ։ Հիմա Արամ Հովհաննիսյանը, որպես ոստիկանապետ, այո, շատ վճռորոշ պահերի կայացրել է շատ նենց որոշումներ, իհարկե այդ որոշումները թույլ չեն տվել, որպեսզի երկրի ներսում տեղ ունենան ցնցումներ։ Ինքը անցել էր թոշակի ինչքան հասկանում եմ, եւ հիմա առաջարկել են, որպեսզի ինքը ղեկավարի Շատ լավ, ազատել էին, բայց հիմա իրեն հրավիրել են նորից։ Շատ լավ, հրավիրել են, նշանակում է հրավիրելուց պետքա պարզ լինի, ինչ ակնկալիք ունեն պարոն Հովհաննիսյանի, գեներալ Հովհաննիսյանի ծառայության այս հանգրվանում ինչ սպասելիքներ կա։ Եվ ես կարծում եմ արդեն նախարարը որոշում կայացրել է։ Ես ասեմ, որ Աշոտ Զաքյանը ուներ 7 թե 8 տեղակալ, մեկը մեկից լավ է։ Անշեղորեն ասեմ ձեզ, նրանք բոլորը գնդապետներ են եւ բավականին բանակում անցած ուղի ունեն, նաեւ բոլորդ հիշում եք մեր բարեկային ծառայության հիմնադիրներից, հա, Արթուրը, որը բանակի զինված ուժերի ակադեմիան էր ավարտել, Արթուրը Մարտիրոսյան, ոստիկանապետի տեղակալներ, որը արդեն 2 տարի է զինված ուժերում, այո, բոլոր տեղակալները, ուզում ասեմ, ռազմական ոստիկանությունը կադրային առումով եւ համալրվածության եւ իր կրթական ցենզի առումով շատ բարձր դիրքեր զբաղեցնում զինված ուժերում եւ պետքա գնահատել այդ անցած ուղին, որտեղ հիմա շահարկումներ շատ կան, Գեգամ Մանուկյանը մի բան կասի, այն մյուսը մի բան կասի, հիմա ման են գալի թե ում վրա բարթեն բոլոր ինքնասպանությունները ոչ մեկի վրա չի գալի բարթել։ Եթե բարթել է մեր բոլորի վրա կարան բարթեն։ Ձեր վրա, իմ վրա, ապագա ուրեմն հանձնաժողովի նախագահի վրա ում ասեք։ Ինքնասպանությունները դրանք այնպիսի դեպքեր են, որոնց կանխման խնդիրները դա համալիր լուծումներ է պահանջում հոգեբանական ծառայությունից, մինչ ընտանիք հոգեբանական ծառայությունից, եթե ինքնասպանություն է եղել, բացահայտումը պետք է տեղի ունենա, այդ ձեր ասած 5 րոպե առաջ, որպեսզի կանխվի գտնվեն պատճառները, որի արդյունքում 90% դրանք հոգեբանական են, մարդը որոշում է կյանքին վերջ տալ։ Նոր 18 տարեկան, հա, զինվորը երբ որ որոշում է իր կյանքին վերջ տալ, դա ասեմ ձեզ, եթե դա կապված է իր ծառայության հետ, ուրեմն ծառայության բնույթը պետք է փոխել, նշանակում է հրամանատարը տեղում չի եղել։ Այսինքն զինված ուժերին ուղղված մեղադրանքը ոչ,
Ինքնասպանությունները բարձի թողի լինելու հետևանք են, այսպես ասած, մոդայիկ բառով բարդակի հետևանք են։ Չէ, այդ բառերը մի օգտագործի։ Նախ ասեմ ձեզ, էլի, ես ասեմ։ Չէ, հարության մեջ այդ լեքսիկոնը մի տարածեք։ Նախ բանը հրամանատարը պետքա իր տեղում լինի։ Հիմա մենք ունենք ներքին օղակում հրամանատարական պակաս, հրամկազմի պակաս, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, ընդհանուր գումարտակի հրամանատար, եւ այդ պակասը պետքա օր առաջ լրացնել, դրա համար մեր հանձնաժողովի հետ միասին պաշտպանական գերատեսչությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ եւ սերժանտական համակարգի մասին շատ ենք խոսել, բայց դա դեռ իրականություն չի դարձել, որպեսզի զինվորի հետ կապված լինի մարդ, որը իմանա նա ինչ է մտածում, ծառայությունը ոնց է անցնում, դասընթացները ոնց է անցել, մեջը ինչ կա թաքնված, ծնողը տեղում չի, միշտ կողքը չի, բայց այդ անձնական գործի մեջ նաև այդ զինվորի հոգեբանական խճանկարը պետք է արտացոլված լինի։ Դա ասեմ ձեզ, անձնական տվյալների խիստ տեղեկատվությունը, որը պետք է հասանելի չլինի ոչ մեկին, բացի իր անմիջական հրամանատարից, գուցե բանալին դրա մեջ է, ինքնասպանությունների կանխման։ Դրա մեջ կարող եք գտնել նաև եւ խաղամոլության հետ կապված եւ ընտանեկան խնդիրների հետ կապված, բայց 18 տարեկանը դեռ ինքը չձևավորված մարդը ծառայության ընթացքում, բացի ծառայությունից իր մտքում ուրիշ բան պետքա չլինի։ Այսօր նայեք, պայքարը գնում հեռախոսների արկայությունը ուրեմն զինվորների մոտ, բայց մեկը ինչքան պայքարում են, չեք պատկերացնի ինչքան հեռախոսները հավաքում, մյուս օրը հեռախոսները ծնողները նաև հասանելի են դարձնում ինչ որ ճանապարհով նույն իրենց զավակների։ Իսկ հեռախոսը դա է հնարավորությունը on-line կոնտակտ ունենա ամեն ինչի հետ, նաև on-line խաղադրույքների հետ։ Պարոն Քոչարյան, մի հարց էլ կապված ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածության հետ, գիտեք, որ Հայաստան խմբակցությունը ընտրել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը։ Այս ընտրությունը մի տեսակ դիսոնանս չէ, հաշվի առաջացնում Ռոբերտ Քոչարյանի այդ դաշինքի հաստատի ղեկավարի պաշտոնավարման 10 տարիներին արձանագրված իրավունքի ազատությունների։ Ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանը մեր քաղաքական կյանքում։ Դուք այդ հարցերեցիք։ Դուք էլ եղել եք հաստահավաք խմբի Այո, եւ մեր հինգ զեկույցները հիմք տվեցին, որպեսզի Վճարաբեկ դատարանը եւ ՄԻԵԴ կայացնի որոշումներ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հեռու մնա քաղաքականությունից։ Հիմա ձեր հարցը վերաձևակերպեցի։ Դուք ասում եք մարդու իրավունքների պաշտպանություն եւ Ռոբերտ Քոչարյան։ Ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանը մեր քաղաքական կյանքում, որպեսզի իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը նաև հավաքնի մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի նախագահի պաշտպանին։ Չէ, հարցադրումը նաև է ցաղում եմ ինձ։ Այդ խմբակցության օգտին։ Եվ դուք որ ասում եք ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ, այս 8 տարիների ընթացքում ինչի՞ ձեր իշխանությունը չի կարողացել այդ հարցը։ Իմանունից պատասխանեմ, թե եթե թիմից արդեն դուք ձեզ հեռու եք պահում։ Չէ, ես հեռու չեմ պահում։ Իմանունից կարող եմ մի պարզ բան ասել։ Ռոբերտ Քոչարյանին քաղաքականից հեռու պահելու համար 2008 թվականին ստեղծված փաստահավաք խումբը արեց ամեն ինչ, տվեց զեկույցներ, որը հիմնավորեց մարտի 1-ի դեպքերի նրա անմիջական մասնակցության եւ հրահանգավորման որոշումները։ Դա բավական էր, որպեսզի ինքը կներես ամեն ինչ։ Այո, դրա եղել է։ Հիմա նույն հարցը ես տալիս եմ մեզ բոլորիս նաեւ ինձ։ Նոր վերաձևակերպեցի հարցը, որը այսպես անկյունից էր գալի, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հավաքնության հետ կապված։ Ասում եմ, այո, 8 տարի թերացել ենք, բայց հիմա դեռ չենք հասունացել։ Պետք է հասունացած լինենք, բայց դա չի վերաբերում մենակ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք նախընտրական փուլում շատ հստակ բաներ ենք նախանշել, որը ես սպասում եմ, որ առաջ պետք է դառնա իրականություն։ Ռոբերտ Քոչարյանի մասով առաջնահերթ, որովհետև նրա պաշտոնավարման ընթացքում մենք ունեցել ենք մեր երկրի ներսում դրսևորումներ, որոնց պատասխանը չեն գտել, ինչքան էլ հիմա փորձում են իր կողմից ձևավորված քաղաքական միավորը եւ ուժեղ Հայաստանի պատգամավորներ ասեն չհոգնեցիք մարտի 1-ից, հոկտեմբերի 28-ից ասելու բանը, չէ, չենք հոգնել, քանի բացահայտված չի, չենք հոգնելու։ Ինչի ամերիկացիները հոգնել են Քենեդիի սպանության բացահայտման առաջ մղելու հարցում։ Չէ, ոնց կարաս հոգնես, երբ որ այդ
պրոցեսները քո երկիրը տարել գցել են եսիմուր անդունդ։ Ժամկետի խնդիր չի կարող ցանկել։ Ոչ տվեք, այս են հարցերը չեն։ Վաղեմության ժամկետ չի կարող ունենա հոկտեմբերի 27-ի բացահայտումը, իսկ մարտի 1-ի բացահայտման հետ կապված իրավական այլևս խնդիր չկա։ Պարոն Քոչարյան, եւ ինչպես ընդդիմադիր падգամավորներ ասել Աննա Գրիգորյանը, իսկապես դուք ԿՊ-ում քաղաքական առումով գեներալից դարձել եք շարքային, հա, այդպես էր ասել։ Աննան պարզապես փորձեց հակադարձեց ինձ, երբ որ պարզ երևաց, որ Հայաստան խմբակցության տեղապահը ինքը չի։ Պարզապես Լևոն Քոչարյանն, դա այնքան ակնհայտ է։ Հետո իմ բացահայտումից հետո Աննա Գրիգորյանը մի երկու անգամ եկավ ամբիոն որպես խմբակցության ղեկավար, հետո նորից անհետացավ Լևոն Քոչարյանը միշտ վճռական պահին, երբ որ հայրիկին պաշտպանելու խնդիր կա մարտի 1 եւ այլն, ինքը անպայման գալիս է եւ հանդեսագալի արդեն տեղապահի կարգավիճակով եւ դա այդ իրավունքը իրան տվել է այն մարդը, որը 4 անգամ պարտվել է նախագահական ընտրություններում Դեմիրճյան ընտանիքին։ Եվ մենք տեսնում ենք նաև նիստերի ժամանակ, որ կաթողիկոսի հետ կապված հա Աննա Գրիգորյանը դա ինձ հակադարձելով նաև չի մոռացել, որ ինքը եղել է պաշտպանության հանձնաժողովի անդամ եւ ես եմ որոշել ինքը խոսի թե չխոսի եւ իրավական առումով ինքը իրան շփահել է շատ կոռեկտ եւ հանձնաժողովում երբ որ եկել է հանձնաժողովի նիստերին ինձ դա շատ չի եղել ինքը իրան պահել է շատ կոռեկտ եւ նման մեկնաբանություններով երբեք իրեն թույլ չի տվել հանդես գա պարզապես կինա խոսել է նեղվել է ես գնահատում եմ կանացի զգացմունքները եւ ողջունում եմ դա։ Բայց իրապես գահավիժել է ձեր դիրքերը ԿՊ-ում։ Ոչ։ Այդ հարցը ես իրեն տվեցի, երբ որ բոլորը հավաքված էին, այստեղ անկյունում, ասի Աննա իրոք ես գահավիժոս բի ասես, պարոն Քոչարյան, ոնց կարելի է։ Դա բայց կամերաներից դուրս։ Եվ կներեք էլի նախընտրել այս անգամ որ հանձնաժողովում։ Ես երկուսն էի որոշել, մտածեցի, լավ մտածեցի, որոշեցի պետաիրավականը, հարցնեք ինչու։ Որտեղ պետաիրավական հանձնաժողովում են քննվելու մեր երկրի արդարադատության հետ կապված հարցեր։ Այնտեղ զեկույցները ներկայացնելու գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարը, արտադրության նախարարը եւ այդ համակարգը իապես կապված է մեր երկրի անվտանգությանը։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ ես նույնպես կունենամ շատ ակտիվ անելիքներ ներդրում, որին դուք ականատես կլինեք եւ դա չի ուշանալու։ Մտածում եք գուցե մարդու իրավունքների եւ հանրային հարցերի Գնայի այնտեղ։ եւ հիշողության Չէ, եթե պետք է լինի դուք ինձ առաջարկեք գնամ մասնակցեմ որոշ նիստերի, ես չեմ զլանակ մասնակցեմ, բայց մարդուրանքների հանձնաժողովը ըստ Դոնտի Բանաձևի անցել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող ուժին, որը բնական է քաղաքական սխալ որոշում է եւ դա մեր հանրության մոտ տարաբնույթ հարցեր առաջացնում, որի պատասխանը իրենք էլ չունեն։ Իսկ համաձայն եք այն կարծիքի հետ, որ այսպիսով իրենք քաղաքական ինքնամաքրման փորձ են։ Ոչ։ Ինքնամաքրումը եւ Ռոբերտ Քոչարյանը դրանք հակացուցված փիլիսոփայություն են։ Այդտեղ բան մի մանեք։ Եվ պարոն երկու հարց ունեմ ես դեռ։ Մենք այդ ակցիաների ժամանակ, որ նիստերի դահլիճում լինում է մեկը կաթողիկոսի անուն է տալիս, մեկը ասում է ամենայն հայոց կաթողիկոս, մեկը Ավազանի անուն է տալիս, ԿՊ-ականների այդ դմբացնելու ժամանակ նկատել էին, որ դուք ձեռնպահ եք մնացել եւ չէիք աջակցում։ Միայն ես եւ Սասուն Միքայելյան։ Եւ Էլմար Արայիկ Հարությունյանը նույնպես կարծում։ Հա ինչու դուք ձեր Պարզապես տնպացնելով կարծում եմ, որ խնդրի լուծումը այդտեղ չի, այլ բովանդակության մեջ է, որին մենք կհասնենք, եւ եկեղեցին ինքը պետքա ձեռնամուխ լիներ իր առողջացման խնդրին, եւ տնպացնելով չի լինելու։ Մենք ամեն ինչ պետք անենք, որ եկեղեցին գնա այդ ճանապարհով, որը պետքա մեզ, որովհետեւ եկեղեցին նույնքան մեր կարևոր է այնքան, որ ինքը մեծ անելիք ունի նաեւ հոգեբանական այն խնդիրների լուծման համար, որը նաև շատ դեպքերում տանում է դեպի ինքնասպանություն։ Եկեղեցին եթե լիներ, վերջին հաշվով չեք մոռացել, որ ես նախաձեռնեցի Երուսաղեմ էի տանում 44 օրյա պատերազմի վիրավորներին էի տանում, որտեղ այդ հոգևոր աջակցության կարիք ունեին։ Եվ եթե ռմբակոծություն չեմ տարել։ Նարեկ ինչի չեմ տարել։ Որտեղ Երուսաղեմը Տիրոջ հետ ուղիղ կապ ունի։ Էջմիածինն էլ։ Տիրոջ հետ Երուսաղեմը, ասե Երուսաղեմ։ Ասեք Բայց Էջմիածին։ չէ, Էջմիածինը բան չասեցի, բայց տեսեք դուք ձեր հարցի հնչեցումից ցույց տվեցիք, որ դուք այդ իրողության հետ հաշտ չեք։ Երուսաղեմի այդ ամբողջ աշխարհը հաշտ է, որտեղ բոլորը այդ կտոր հողի համար, որտեղ հոգևոր արժեք կա, որը կապվում է Տիրոջ
հետ, ուղղակի կապի հետ, եւ այդտեղ հավատը մի քիչ այլ ձևակերպում եւ բովանդակություն ունի, եւ ես տեսել եմ նաեւ մեր զինվորները, որոնք աչք չունեին, թև չունեին, ոչ չունեին, իրենց կյանքի բովանդակությունը ոչ անմիջապես փոխվում է։ Հավատը ունի ոչ միայն մոգական ուժ, այլ նաև քեզ տալիս է քո նպատակին հասնելու ուղիղ հնարավորություն։ Եվ վերջում բան Քոսյան։ Սա վերջինն է։ Տեսանք, որ Վիլեն Գաբրիելյանի հարցի քննարկման ժամանակ դուք լքել եք դահլիճը, ծանր։ Մենակ ես։ Դուք եք գնացիք չվերադարձակ այնքան ժամանակ, քանի դեռ Վիլեն Գաբրիելյանի Բայց դուք ինչ գիտեք ինչի ես դուրս եկա։ դե եք Դա ոչ մի կապ չունենա Վիլեն Գաբրիելյանի անձի հետ։ Վերջին հաշվով Վիլեն Գաբրիելյանը մինչև մանդատը դնելը եղել է մեր հանձնաժողովի անդամ։ Ավելին իմ առաջարկով ինքը մասնակցել է ազգային անվտանգության ծառայության ուրեմն միջավայրում քննվող գերիների եւ անհետ կոնգրեսների հարցերին։ Նաեւ իմ միջամտությամբ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում ֆրակցիայի որոշումը պարտավոր են կատարեն բոլորը։ Հիմա դուք ասեք Վիլեն Գաբրիելյանը ֆրակցիա կուսակցությունը որոշել է Վիլեն Գաբրիելյանին։ Կուսակցությունը որոշել է Վիլեն Գաբրիելյանը կընտրվի մաքսիմալ ձայներով եւ ես իրեն հաջողություն եմ մաղթում եւ կարծում եմ, որ ինքը կանի ավելին, քան ինձ հաջողվել է, բայց պետքա չմոռանանք, որ քննիչ հանձնաժողովը 8 տարվա ընթացքում ազգային ժողովին ներկայացրել է երկու խոշոր զեկույցներ, ել չեմ ասում այն մնացած օրենքների փաթեթները, որոնք պետքա բարեփոխեին ուժային ամբողջ բլոկը, ոչ միայն զինված ուժերը, ներքին գործերը, արտաքին հետախուզությունը, ռազմաարդյունաբերությունը եւ այլն։ Ես դրա մասին չեմ խոսում, ես ասում եմ, որ հանձնաժողովին պետքա հաջողություն մաղթել, որպեսզի հանկարծ ինքը դժվարություններ չունենա եւ ես նախորդ ճեպազրույցում ասել եմ, եթե ես նկատեմ, որ այնտեղ ես նիստերին մասնակցելով ինչ որ բան կարող եմ օգտակար լինել ինչ որ հարցում, ես անպայման կմասնակցեմ։